Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, քարոզարշավի հետքերով գնալիս այս անգամ քաղաքական իրադարձությունները վերլուծում ենք ոչ դասական քաղաքական քարոզարշավ իրականացնող ուժի հետ։ Այսօր մեր հյուրն է մարդ, որի կուսակցությունը ոմանց համար քաղաքական սատիրա է, ոմանց համար քաղաքական նոր ուղղություն, նոր լեզու, ոմանց համար էլ Հայաստանի այն կոլեկտիվ նյարդային խանգարման սիմպտոմ։ Մեր տաղավարում է բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցության անդամ, ներկայացուցիչ Իշխան Գևորգյանը, ողջույն Իշխան։ Բարև ձեզ, ձերպես ճիշտ իսկի ես չէի ներկայացնի, շնորհակալություն ներկայացման համար։ Մերոնց կխնդրեմ, որ այդ կտորը կտրեն, օգտագործեն մեզ ներկայացնելուց, մերսի։ Լավ։ Բացի այն, Իշխան, պայմանավորվել ենք Իշխան, որ ձևավորվել է կարծիք, որ դուք իրականում այսպես, սկսենք այսպես, ոչ թե դասական քարոզարշավ եք անում, այլ առանձնապես քարոզարշավ չեք էլ անում, բայց կրեատիվության հարցում մրցակից չունեք, նույնիսկ քաղտեխնոլոգներից մեկի խոսքն եմ լսել, որ ասում էր, եթե չլինեինք Հայաստանի այսպիսի օրհասական գոյաբանական խնդրի առաջ կանգնած չլինենք, ես կմնայի տղաների, այդ կարծիքը լսել եմ, իսկ իմ հաղորդման ժամանակ գոնե թե երկու հյուր այս կարծիքն է ասել, որը վստահ եմ բազմիցս դες հարցրել են եւ ասել են, համոզված են, որ ձեր կուսակցությունը կամ ձայները փոշիացնելու կամ ամենավատը գիտեք, որ տարբերակն է տալու իշխանություններին։ Հիմա ասում եք, որ հաստ չեք, ես ձեզ վաղուց գիտեմ, դեռ են հաստ չեք վիճակներից, իրականության հետ ձեր շարժումը բաժանողային շարժում չէ, դա էլ մեր տաղավարներից մյուսում եք ասել, ինադու ռեժիմով, այսպես գծած մեմ քարոզարշավ եք կիրառում։ Բայց երեք եմ, որ ես սցենարը գրում եմ հաղորդման եւ ինքնաբացարկի sense շարքա մի անգամից գալիս, իմ մոտ էր sense հարց առաջացավ, ուզում եմ նախ այդ հարցը բարձենք, որովհետեւ ձեր հայտարարությունը կարդացել եմ, բայց չգիտեմ արժե ընթերցել թե ոչ, որովհետեւ շատերը գիտեն երևի, ամեն դեպքում հայտարարությունը կառուցված է մի քանի sense շերտով։ Ես բարձ բացատրեմ ավելի հավես կլինի։ Հələ բացատրեք, բայց ես հարցեր ունեմ, էլի իրականում դրա մասին, հա։ Ինքնաբացարկի կտորը շատ բարձ է թվում, բայց հա։ Սահմանած է եղել, որ այդպես պետքա լինի, ի տարբերություն այն 18 ուժերի, որոնց հարցնում ես, իրանք երկրորդ ուժն են կամ իրանք պայքարում են 60 լինի, 70 թե 80, մենք ռեալ գիտակցում ենք, որ օրինակ 20 պլյուսը անհնար բան է, այդ 20-ն էլ զապասով եմ ասում, էլի։ Ու մեր գործը անելու համար, սենց թե նենց հաջողելու դեպքում է, չհաջողելու դեպքում է, վերջում պետք է 100-ից մանդատները վայր դնենք։ Այդ էլ հասկացա։ Որպեսզի դա չլինի ռիսկային շատ, ճիշտ է հիմա այն մնացած մարդիկ մանդատները վայր դնեն, որոնք սենց թե նենց մանդատ չեն ստանալու, համաձայն եք։ Մեր 74-րդ համարը անհնար է որ մանդատ ստանան։ Իրանց գործը արեցին, ասում մավրս դելս ֆայդելը։ Հիմա նայեք, բայց մյուս կողմը մենք մեր տեսածից ենք վախում։ Մենք չնայած մեր ողջ թիմին հարգում սիրում ենք, բայց 80 մարդու տանել են ռիսկի, որ մեր մանդատները վայր դնելուց հետո այդ օրվա իշխանությունը իրանց կճնշի ոնց որ օրինակ դոգի կուսակցության ժողովրդին ու չգիտեմ ոնց Ավինյան կընտրեն։ Այդ ռիսկը հանելու համար թողում ենք ամենաաչայինիներին սկզբի մի 20 հոգուն, որոնք ոնց որ մեռնելուց հետո են վարկ փոխելու։ Այնպես չի որ մեր հաջորդ համարները շատ կամային չեն, բայց ինչի իրանց ենթարկենք փորձության, եթե սենց թե նենց այնպես չի էլի վայր դրեցինք, բայց հեսա 70% կհավաքենք, այդ մարդն է մանդատ չի ստանա։ Ինքը ոնց որ ավելին ասեմ, մենք 86 հոգանոց ցուցակ ներկայացրել ենք միայն այն պատճառով, որ պարտադիր էր ներկայացնել։ Հա, այսինքն դասական կանոններին հետևում։ Հա, որ թույլ տալին միանգամից 20 կներկայացնեին։ Ու լուրջ դեմքով տանջվել, թե ինչի են վերջի համարները վայր դրել, որոնք 100% ներս չէին անցնելու։ Գիտեք ի մեջ չեմ բայց հասկանում, որտեվ սա այդ դասականը ընդունել են, այդ Սերժի կոստյումի պայքարը։ Իրենց համար դրա համար ոչ մեր քարոզարշավն է քարոզարշավ, ոչ մեր անունն է անուն, մինչդեռ ձեր ասած օրհասական վիճակներում դասական ձևի երբեք լուծում չի լինում։ Օրհասական վիճակներում կլինի Սարդարապետի օրինակ, տարբեր օրինակներ ամբողջ աշխարհի պատմության, ճեղքումով է լուծում լինում։ Դասականը անում են այն 18-ը, որոնք ունեն նույն բուկլետները, նույն կոստյումները, նույն ժպիտները ու նույն գրիմը ու բայց օրասական բառերով են խոսում, էլի։ Հիմա ո՞րն է ավելի օրասականին հարիր պայքար։ Այս մեր ճեղքման ձևը
թե լուրջ դեմքով օրինակ ռեֆորմների գնալը կամ քոչարի բարելը կամ մի 18 հատ օրինակ չբերեմ, էլի հավես չկա։ Լավ, բայց ես ասեմ մարդիկ առաջինը ինչ են մտածել իրականում, դե համացանցում ինչ ես կարդում, ուզում ես հասկանաս այդ կոլեկտիվ մտածելակերպը, որպեսզի ընկալես ինչ հարցած, որ մարդը բացի ու հասկանա իրոք ինչի համար է եղել, ասում են բոլորին դեմ կարգախոսը աստիճանաբար դարձել է նաև իրար դեմ արդեն ներսում, դե գիտեք, սկսվեց արդեն, ընտրողը ինչպես վստահի այն ուժին, որի թեկնածուների մեծ մասը նույնիսկ քարոզարշավից առաջ ասում է արդեն հեռանում է, լքում է, այսպես ասած, նավը, այս իրավիճակից հետո ու ասում եմ դուք համարում եք, որ բոլորին դեմը պատրաստ է քաղաքային կառավարման կամ քաղաքական պատասխանատվության։ Այս սոցցանցերն են ասում, բայց կա երևի թե ինչ որ արդարության նշույլ, ինչ որ արդարացի հարցի նշույլ կա, էլի ամեն դեպքում սա կարող է ընկալվել որպես քաղաքական պատասխանատվության նվազեցում, որտեղ ասում եք դե եթե մեր ուզած եղավ, եթե չեղավ, մենք էլ ենք վայր դնում մանդատները, բայց չէ որ կա մարդիկ, որոնք տալու են իրենց ձայնը ձեզ, այդ նշանակում է իրենց ձայնը ակամայից փոշիացավ այդ պահին, եթե ստացվում է որ ձեր ուզածը չի լինում, բայց այդ մի հատ նուրբ սահման կա էլի դրանում։ Նուրբ սահմանը որ բացատրենք, նուրբ սահմանը կանցնենք իրար հետ, տեսեք։ Այդ մարդիկ ձայն տալու են ոչ թե Իշխան Գևորգյանին կամ իր տեսակի ուժին, այդ մարդիկ բոլորին դեմ մարդիկ են, մենք էլ այդ քվեաթերթիկի գեներացնողները։ Մեր ուժի մեջ մարդիկ կան, որոնք ոչ իրանք իմ հետ կուսակցություն կստեղծեն, ոչ ես իրանք։ Բայց բոլորին դեմ իրենք իրենց ձևով են ես իմ։ Հայաստանը պաշտպանելուց էլ է տենց, տարբեր Հայաստանի մարդիկ կային։ Այսինքն բոլորին դեմ իրականում իրար դեմ էլ կին։ Եթե ուժեր սարքեին, իրար դեմ կլինեին, հա։ Ինչ վերաբերվում է բանին, ինչի է պետք մանդատները վայր դնել, որովհետև մենք ներկայացնում ենք բոլորին դեմ մարդկանց, որոնք ասում են ով կա դեմ են, ոչ թե մենք գաղափարական ուժ ենք, որ պետքա գնանք մեր տեսակին ներկայացնենք։ Ինչքան անարդար կլինի բոլորին դեմ լոզունգներով գալ ու այս եղած ընդդիմության պես 5 տարի դեպուտատ աշխատել, պարգևավճար ստանալ, ում եմ ես ներկայացնելու։ Ում է ներկայացնելու մեր 17-րդ համարը, որ գաղափարապես օրինակ ինձնից տարբերական։ Դե մյուս անցողիկ շեմի հաղթարողների վրա վստահեք, որ ասենք կստանաք ձեր կբերեք այդ իշխանությունը ու իրանք կմնան նույն գաղափարակիցը ձեզ հետ։ Մեր թիմի բոլորին դեմի մասով տարբերակ չկա շեղվելու, հա, մենք տարբերակ չկա։ Մեր նախ մինչև այս կետը ինչ անում ենք, նախ մինչև այս կետը մենք ինչ անում ենք, քայլ առ քայլ ապացուցելով էտում ենք։ Այս մի օրինակը հատուկ շուտ չենք հայտարարել, որ ոնց որ ավելի պարզ լիներ, հենց այդ ոգևորվող միտքը ծիրաժավորողների խաթր։ Մի հատ տենց երկրորդ էպիզոդ էլ է եղել, որ ասել ենք ուրիշ տոնով ենք ասել, որ ոնց որ վերջնագիր է լինելու ներսի բոլոր դեպուտատներին, որ մեր ծրագիրը անենք, դա նրանք վերացրել են, որ համագործակցելու ենք իշխանության հետ կամ բանի հետ, մենք ոչ մեկ հետ չենք համագործակցելու։ Իրանք մեզ հարմարվելու են։ Իրականությունը դա է, բայց երբ որ բառը մի քիչ հոլովում ես, այն թերթերը, որոնք չէին ուզում գրեին, հիմա աշխարհը իրանցն է 50 հոգի վայրա դրե։ Եկեք այդ փորձենք, բանավեճի կանչենք, թեկուզ մեր թիմից 3 հոգու, կամայական ուժից 3 հոգու, տենանք որն է ավելի թիմային խաղում։ Մեզնից դուք իմ 5 գործերից եք կարա հիշեք, որ ես ինչ արել եմ, թիմային բան եմ արել։ Մինչդեռ այն մնացած ուժերը ունեն մեծ սուրբ լիդեր, ի его команда։ Բոլորին դեմ են, օրինակ տենց էլ չի լինում, ոչ մեր վարչապետի տեխնացուով կառուցել, ոչ մեր առաջի համարով, ինքը մի խումբ մարդկանց ուժ է, որը էլի ճեղքման օրինակ է, մնացած բոլոր ուժերը մի ուժը պայքարում էր, որ իրանց ղեկավարի անունը անունի մեջ լինի նույնիսկ, այն մյուս ուժերից Նիկոլ Փաշինյանին հանում ես, փակվում է այդ ուժը, թոփ ուժերը անձի շուրջ կառուցած են, ինչը շատ վատ է, մարդիկ կարող է ես վատանան, լուծն գնեն, մի ավելի լուրջ բան լինի հետները, ամեն ինչ վերջանա։ Մենք այնքան թիմային ենք, որ հանրությունը բոլորը մեզ ընկալում են որպես թիմ։ Ու դա իրոք պլանավորված գործողություն է եղել, հուսով եմ կարողացա տրամաբանությունն է բացատրել, էլի։ Դες պահին մի հատ ընդհանրական հարց տամ ու անցնենք ձեր ակցիաներին, մեկ sense բաժանել եմ մասերի ակցիաները, էլի ուսումնասիրելով սոցիալական կարծիքը իհարկե, բայց ինձ հետաքրքիր է, ձեզ ինչն է ավելի շուտ դուր գալիս, որպես sense թիմային խաղակից, էլի, խաղացող, երբ մարդիկ ձեզ լուրջ չեն ընդունում, թե երբ չեն հասկանում, դուք լուրջ եք, թե լուրջ չեք, որ չգիտեմ հարցը ոնց ձևակերպեմ, որ ընկալվի էլի, հա։ Ինձ գիտեք ես պատմության մեջ ինչն է դուր գալիս։
Էլի այդ պատերազմի հետ պետք է օրինակ բերեմ, էլի, որ ոնց որ պետք է այնպիսի յուրօրինակ բան արվի, որ հակառակ կողմը, ասենք մի կես ժամ չհասկանա ինչա կատարվում։ Դրա պարզ օրինակներ կան։ Օրինակ օգտագործել են արևը, երբ որ արևը դուրս է եկել, ընկել է թշնամու աշկերի մեջ, քիչ խմբով հարձակվել են, արդյունք են տվել, դից պուճուր օրինակ եմ բերում։ Այս մեր ճեղքումը մինչև այդ դասական քաղաքական ուժերը հասկանան իրենց համար ուշ է լինելու։ Պլյուս այս ամենը այնքան խորը պատմություն ունի, մեր ծնողների ժամանակ բոլորին դեմ քվեարկելու հնարավորություն ա եղել։ Մի օր հասկացել են, որ իրենք այնքան են համը հանելու հետի մի 40% հավաքի, բռնե ջնջել են։ Ուխի են բոլորը մեզ դեմ խոսում, ասենք նույն կոմենտի տակ մեկը մեղադրում է, որ Նիկոլա կանենք, անմիջապես տակը մեկը մեղադրում է, որ Քոչարյանը կանենք։ Մնում է կռվեն իրար հետ, որ ոնց որ մեր կռվում են, հանգիստ։ Ոչ թե մեզ պաշտպանելու համար, այլ իրար դեմ կռվեն, էլի։ Իրար հետ են կռվում։ Մենք իրոք բոլորին դեմ ենք ու աննորմալ է, ձեր ասած այս օրասական պահին լուրջ դեմքերով գնալ քարոզարշավի։ Աննորմալ է մարդուն պիտակավորել բան, տերորիստ, ես իմ ազգի դավաճան բան, քարոզարշավի բարձր հովանում ներքո։ Այդ քարոզարշավը բրցնելու է ջրել։ Ոնց որ օրինակ Սրբազան պայքարի չակերտավոր տերորիստներին, որ բոլորը բացի Սրբազանից դուսն են։ Տենց աշխարհում երկրորդ երկիր չկա, որ տերորիզմի հոտվածով մարդը ոնց որ ավտոբուսով կարա տեղ գնա։ Այդ ծաղր է, այդ ծաղրին է դեմ չլինենք, բա ինչ անենք, ասեք գնամ այդ անեմ։ Տեսեք, ձեր ամբողջ այդ քաղաքական քարոզարշավել չեմ կարողանում ասել։ Ոնց է ուղղվածությունը, լավ, այդ մեմային TikTok-յան, այդ մեմ մշակույթը, որ դուք արդեն բերեցիք, այդ մշակույթը իրականում նկատելի էր նաև Ռուսաստանում, հենց Պուտինի վերջին ընտրությունների ժամանակ եղել են նման կարգախոսներ էլ, ակցիաներ էլ։ Հիմա եթե այդ ամբողջ լեզուն վերանա, ձեր կոլեկտիվ քաղաքականությունից ինչ կմնա, այսինքն բացի այդ դուք դրանով եք առաջնորդվում, ուզում եք այդ շոկային կերպարով մարդկանց բերեք դաշտ, հասկանալի է, ուզում եք դրանով արթնացնեք նաև, բայց հեսա մանրամասն այդ ցեխը մնացածը կքննարկենք, էլի, եթե այդ ամեն ինչը հանեք, ինչ հատակում։ Բայց ասում եմ դուք մեր լուրջ ակցիաները անլրջացնում եք հիմա, խի եք անում, չեմ հասկանում։ Այդ բոլորը հստակ գծված բաներ են, ասենք ես չեմ գնացել փողոցում, սենց արել, որ ուշադրություն գրավեն։ Օրինակ սրա բացատրություն չունեմ։ Որ էլի քաղ տեխնոլոգիա է իրար։ Բոլորը քաղ տեխնոլոգիա չի, գաղափարական լուրջ ակցիաներ են։ Օրինակ ջուր չեն ծեծում, որ խոսք են տալի, ես իմ թոշակների բազմապատկում, գործարաններ, այն մետրոյի կայարանը 17-րդ անգամ, մարտի 1-ը, որ 18 տարի անցել է, խոսք են տալի, որ դրա մեղավորին նստեցնելու են։ Էտա ավելի ջուր ծեծել ձեր կարծիքով կամ նայողների կարծիքով, թե թիակով ջրին ծեծելը, որն ավելի արդար։ Այդ ակցիան դա էր։ Մուկ տշելը ինչքան անպիտան աշխատող կա, որ ժամանակա մերցնում։ Մինչդեռ իրանց համար բոլորով ենք, չէ՞, հարկ տալի։ Իրանց չարացի պատասխանը բոլորով ենք, չէ՞ տալու։ Հիմա ինքն է արդար, որ տասնամյակներով աշխատում է չաշխատի, թե որ մենք դեմոնստրացիա ենք անում իր մուկ տշելը կամ ինչ վերաբերվում է բոճկա գլորելու։ Մեր շարժման մեջ, ընդ որում ասում եմ մենք էլի հետ գամ այնքան պինդ ենք իրար հետ, որ մեկին չենք հեռացրել հայոյանք օգտագործելու համար, մինչդեռ որ օգտագործի հեռացնելու ենք։ Մեր մոտ դա կանոն է։ Մենք միակն ենք, որ այդ համբալների դաշտ չենք մտնում, կան, առաջի համարից բռնած մյուսների ընտանիքին են թիրախավորում։ Իմ ծնված Հայաստանում դա վերջնականապես անընդունելի է եղել, երբ որ մի հատ երիտասարդ կարար մեկի ծնողին թիրախավորել, դրա կյանքը վերջանում էր բակում։ Ինքը էլ որպես նորմալ երիտասարդ չէր կարող Երևար այդ բակում, պետքա շատ հեռու տեղ գնար ապրեր, որ մեզնից ինֆորմացիա չհասներ, որտեղ որ հասներ ու մենք հաստատենք, որ դա արել է, իր կյանքը ընդել էր փչանալու։ Հիմա մենք բոճկա ենք գլորում ծաղրելով իրանք բոճկա են գլորում միմյանց ընտանիքների վրա, միմյանց վրա, բառամթերք են օգտագործում, որ ասենք պետք չի իմ երեխեքը լսեն ցերեկային ժամում հանրային հեռուստացույցով։ Հիմա ո՞րն է ավելի լուրջ ակցիա։
Իհարկե, որ տեսնում եք, ասենք, ձեր ճանաչած պատերազմի վետերանները բոշկա են գլորում կավեզե ավտոբուսի դիմացի ծիծաղները գալիս է, իմ ծիծաղները մեկ-մեկ մեր արասներից գալի։ Բայց դրանք շատ ավելի լուրջ են, քան թե իրականությունն է։ Ու մեկը պետք է ասի այդ հայտնի հեքիաթի պես, որ թագավորը մեր կա այդ թագավորը։ Դուք թագավորի մերկությունն եք ցույց տալիս։ Ասողն ենք, հա, այս դաշտի փդացության ասողն ենք, այդ ախր տենց է։ Չի կարա մի հատ տրամաբանող մարդ լուրջ դեմքով գա բանավեճի ու կարանա ապացուցի, որ փդած չի։ Կարանա ապացուցի, որ նրա ընտանիքին ճիշտ է թիրախավոր է, նրա ընտանիքը ոչ թե նրա ընտանիքն է, այլ քաղաքականապես նրա։ Ինչ որ ես ապուշ տեկտեր ասի, տեղավորացնի, էլի։ Չի կարա։ Այսինքն դուք ցեխ եք շպրտել, ոչկա եք գլորել, ջուր եք ծեծել համակարգի վրա։ Այդ կանոններով խաղացող բոլորի գաղափարների վրա։ Մինչդեռ մեկի ընտանիքից մեկը մեզնից նեղացած չի, որտեվ եթե մերոնցից մեկը տես բան թույլ տա, ես հետը կթշնամանամ։ Դա նորմալ չի, նորմալ հայ մարդու համար։ Մեր բոլոր ակցիաները իրանց անձը չեն վիրավորը։ Իրանց գնահատական են տվել, որ դուք փդացեք, որ դուք լուրջ դեմքով գալիս եք, ինչ որ Վահան եք բռնում, համոզում եք, որ հեսա Վահանով Հայաստանը պաշտպանելու եք կամ սաղին չթվարկեմ էլի։ Այնպես բաներ են անում, որ անհնար է։ Ասենք, ես իմ ինչ են անում, մերը շատ լուրջ ակցիաներ է, ուղղակի մատուցման ձևը այնպեսին է, որ դուք էլ եք դրանից խոսում, մյուսն է ու ինպես ձերպես մարդիկ են մտածել։ Բոլորին թվում է, որ մի հատ մտածողի պետ ունենք, որը ասում է Իշխան Գևորգյանին, այսօր կանաչ շորով գա ձեր մոտ։ Հա, որ աշխարհակաղակական մայրաքաղաքում սուպեր Մարվելի սուպեր հերոսներն են հուշում մեզ։ Իրանք է բան են, էլի արևմտամետ են, ինչ մեր կստակցնեն Մարվելի սուպեր հերոսները։ Լավ, իսկական, բայց կարող է մարդը, եթե երկար պայքարում է այդ ցեխի դեմ, դուք էլ դե ցեխ շպրտեցիք, բայց դե ասույթ էլ կա, չէ, ցեխ շպրտողի ձեռքերն էլ են ցեխոտվում։ Հիմա ոնց եք ապահովագրել ձեզ այդ չցեխոտվելուց էլի որպես արդեն տարիքով մորքուրները ինչ հայոյում են այնպես բաներ, որ իրանք չեն կարա ֆիզիկապես անեն կոմենտներում։ Այդ ես գիտեմ, ավելին ասում է, այդ մեր զոհողությունն է։ Ոնց որ այդ մորքուրի հայոյանքը այդքան ցավոտ չի, չեն կարա առանց ցեխոտվելու այդ կանալիզացիան մաքրեն։ Իշքան է երկար ձեռնոցներ ունենանք։ Անհնար է, այդ փտածությունը պետքա փոխվի։ Ես կարոտում եմ այդ ժամանակները, որ ես իմ, ասենք, այդ կանանց տղաները իրենց մոր հետ խնդիր կունենային վարքը տեսնելուց հետո։ Ավելին, եթե մենք նման վարք ցուցաբերենք, մեր հետ խնդիր կունենային իրենց մորը ինչ որ բան ասելու համար, բայց խիա փտե մեր Հայաստանը տենց։ Ես չեմ ուզում տենց լինի։ Երբ որ ոչ մի սրբություն չի մնում, ոչ մի պաշտպանելիք չի մնում։ Իսկ ես լիքը պաշտպանելիք ունեմ։ Այդ ավդի չեղ կվի։ Բայց ակցիան երբ նայում էի թան բաժանելու ու մածուն բաժանելու, բավականին լոյալ նորմալ ընկալում էին։ Դրա պատասխանատուն ես եմ։ Հա, այդ չտեսա, որ որևէ մեկը ձեզ վիրավորեր կամ թե չէ։ Գիտեք, հիվանդ էին, հիվանդ էին մարդիկ։ Ոնց որ հիվանդ ոչ թե նեղացնելու առումով, այլ թունավորված, ոնց որ հիմա որ դետոքսիկացիա է։ Գրուզավիկ այստեղ խոտտան ծուխը լցվիներ, մեր ինքը թանկ ուզենք, չէ։ Ասենք այդքան ատելության խոսք, ես իմ ինչի չէ զով է։ Այդ հարցերը շատ ցավոտ հարցեր են, որովհետև կան նաև մարդիկ, ում հարազատները զոհվել են։ Ու այդ փտածությունից միցև մարդկանց հանելա պետք, գժվեն, կռադիկալանանք, ինքնավնասվեն, ու այդ գործողությունը հենց ցուցադրական գործողություն էր, որ տենց շարունակեն կարողա բան են հատուկ շորերով, դիզինֆեկցիոն սարքերով գնամ հետևներից մաքրեմ է, ինչա չկա։ Բայց դա պետք է, իրոք։ Հայաստանը, որ առողջ լիներ, նորմալ ինստիտուտներ լինեին, կմտածեին ինչ անեն այդ ժողովրդի հետ, այդ էպիզոդից հետո։ Ոնց որ պիտի մտածեին ինչ անեն պատերազմից վերադարձած մեր հետ, որ ոչ մի բան չեն արել։ Լավ, եթե ծակ վրեժ չկար, վիրավոր չէի էլի։ Դուք հավատում եք, որ շոկը այդ քաղաքական արթնացման ձևն է, գործիքն է։ Ես հավատում եմ։ Շոկաթերապիային եք հավատում։ Չպետք է մեկը ճիշտը ցույց տա, ես օրինակ դրանից շոկ չեմ ապրում, եթե դուք մեր բոշկիկից շոկ եք ապրել, խոստանում եմ էլ չանենք։ Չէ, ուղղակի ժպտացել է։ Ցույց տա, որ սենց չի կարելի։ Ոնց ցույց տա, մի օրինակ բան, մամուլի ասուլիսով չի լինում ցույց տալ, վերջի 35 տարին ցույց են տալու։ Այդ պետք է մեկը ասի, որ էսի նորմալ չի։
պետք է իրանց փաթեթով գնահատական տրվի, որ 4-րդ ու 2-րդ նախագահները իրար պետք չի համբալ ասեն։ Բայց այս մարդիկ ավելի շատ քաղաքականությունից են հոգնել, թե այ հենց այդ բաներից, այդ քաղաքական դիսկուրսից ու այդ ժարգոնից, այդ լեքսիկոնից, ուրիշ քաղաքականություն նախկին ներկաներից, բայց մենք ուրիշ քաղաքականություն ունենք։ Ուրիշ չեն էլ տալիս։ Ունենք առաջարկում սև սպիտակի քաղաքականությունն է մեզ մոտ։ Ունենք այն ինչ որ կա ու դրանից հոգնել են։ Մենք լրիվ ուրիշ բան ենք չէ՞ տալի։ Հաստացի սաղի վրա ցեխ շպրտե բոշկա գլորե ես իմ էլի բաներ արել են, ոչ մեկ վիրավորվե։ Փաստորեն չեն վիրավորվել։ Մեզ վիրավորել են, մեկին չենք պատասխանել։ Մի հատ ուժ ասեք, որ այդքան ձգել է։ Ես մարդ եմ, որ կյանքումս թույլ չեմ տվել կարողանան գան դիմացս վիրավորեն։ Ես դրանով նաև հպարտ եմ։ Այսինքն կարանք բնորոշենք, որ ձեր այս ակցիաներով դուք քաղաքականությունը դիահերձում եք։ Քաղաքական դիահերձումը, որ ձևը չփոխվա, նայ։ Տես մի հատ հայտնի հումոր կա։ Ասում է լավ չէր աշխատում, որտեղ փողը չէին բարձրացնում, իսկ փողը չէին բարձրացնում, որտեղ լավ չէր աշխատում։ Հիմա եթե մենք մեր նույն քաղաքականությունն ենք թողելու, ինչի պետք է հայրենիք չպակասի հաջորդ 5 տարում։ Ինչի պետք է ին վրա ռոք չընկնի հաջորդ 5 տարում։ Կարա մեկը տրամաբանորեն բացադրի։ Ինչա այս անգամ բարձր գոռում են խաղաղություն, անցյալ անգամ է բարձր գոռում են հադրուտ ու շուշի։ Ասենք նույն քծողին քանի անգամ կարելի է քծվել։ Հայ ազգը գիտեք ում նման հիմա ու ես ուզում եմ էլ նման չլինի իրան։ Այս վերջերս մի հատ ակցիա էր, մի հատ կին բողոքում էր, որ հերախոսային խաբեբարները իրան խաբել են։ Էպիզոդ պատմում էր, սկզբից խաբել էին, հետո զանգել էին, ներկայացել էին քննիչներ, որ կօգնեն փոխտու մի հատ էին խաբել։ Հետո բոլոր խաբողների քննիչներ էին ներկայացրել, որ այդ երկու էպիզոդով օգնեն։ Ու սենց 6 անգամ պատմեց, ինձ թվում էր կատականում։ Վերջում ասեց, ընենց արեք էլ չզանգեն էլի, թե չէ էլի կհամաձայնեմ։ Հիմա մենք այդ կնոջն ենք նման, որ հադրուտ խոսք տվողը խաղաղություն է խոսք տալիս սենց անելով ու էդի ուտում են մարդիկ։ Մի կերեք մարդիկ էդի թունավոր է։ Հետո ես այդքան մածուն չեմ կարա բերեմ։ Էտա Լավ, իշխան հիմա ես ուզում հասկանալ, էլի մարդիկ էլ են ուզում հասկանալ։ Էլի նույն հարցն է, բայց տարբեր ձևով եմ փորձում տալ։ Դուք հիմա ուզում եք իշխանություն, թե ուզում եք ապացուցել, որ իշխանությունը, այսինքն իշխանությունը ինքնին անիմաստ բան է։ Իշխանությունը շատ իմաստ է։ Ձեր ակցիաներով եք ուզում ցույց տալ։ Ես անիշխանությանը դեմ եմ։ Իշխանությունը շատ կարևոր է, բայց իշխանությունը պետք է ներկայացնի ինձ եւ ձեզ։ Հիմիկվա խորհրդարանը ում է ներկայացնում։ Բայց երբ որ Փաշինյանը գալիս էր, էլի ասում էր, կա 3 միլիոն վարչապետ, ես լսել եմ ձեզ, հենց ասացիք գնամ, ես կգնամ։ Հիմա տեսնում եք ինչ ամ քաղցրանում է իշխանությունը։ Գիտեմ, բայց մենք հաստատե 100 օրով ենք ուզում, որ համները դուրներս չգա։ Բայց այնտեղ այդ իրավաբանական այդ հայերեն չասեմ, լազերիկա, չգիտեմ, շրջանցում չի կարա լինի, որ 100 օր հետո ձեր անդամներից ոմանք ասեն, չէ, բայց լավ է, եկեք, եթե մենք կարանք ինչ-որ բան առաջ բրթենք, եկեք շարունակենք։ Այդ ոնց է ստացվում, որ 100 օրով կուզում։ Առաջինը ասեմ, այս կանոններով իշխանությունն է, որ փտում է ու այդ լազերիկաներից օգտվում սուպեր վարչապետ է դառնում։ Մեր առաջարկած կանոններով այդքան քաղցր չի լինելու։ Չէ, հետո երկրորդը մեր համահանելու кейսը։ Մենք վստահ ենք, որ լինելու ենք փոքրամասնություն, ասենք 10%-ի կողմերը մի քիչ ավել պակաս, ասեմ 5-ից 20%։ Հիմա նայեք, մենք բանը օգնելու են մեզ մյուս ներսի ուժերը, որ մեր վարչապետը լինելու է փոքրամասնություն, այսինքն երբ որ հենց ես գայթակղվեցի, որոշեցի ձեզ գցեմ, գցելու եմ նաև այն մեծամասնությանը, ում ուրիշ բան էի խոսք տվել, ու 101-րդ օրը համար փոքրամասնությամբ միանում եք, իրանք են մեզ միանալու են 100 օրով ծրագիր անելու համար։ Ու եթե մենք մեր օրակարգից դուրս եկանք, մենք ԿՊ-ի պես 70 հոգի այնտեղ չենք ունենալու բան սուրբ կոճակ սխմող, էլի, այնտեղ մարդիկ են լինելու, որ մեր ուժերից չեն ու կանոնակարգի շուրջ են համաձայնվել 100 օրով, որ իրանց ասենք օրինակ թողեք 5 տարով մենք լինելով փոքրամասնություն, հաստատ չեն համաձայնվի, չէ՞։ Իսկ ես կհամաձայնվի, որովհետև իրենց առաջին նպատակը ԿՊ-ի հեռացումն է, մեր ձեռով դա իրագործվելու է։ Շահը տալիս եք, 100 օրում է, հա, սաղի շահը, բոլորին քաղաքացիներին առաջինը, որ ում ինձ ամենաշատն եմ ես լինում, հետո գալիս է փոքր ու վեհ ուժերը, որ 1-2% կարում են հավաքեն, բայց 4-ին երբեք չեն հասնում, տենց մի 10 հատ ուժ կա։ Հետո գալիս են այն մեծ ուժերը, որոնք տուժում են վարչական ռեսուրսից ԿՊ-ի։
100 օր հետո նոր ընտրություն է լինում, որտեղ համը հանել չի կարելի, վարչական ռեսուրսը մեր ձեռն է, իսկ մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցում ու իր կառավարությունը, այսինքն չի կիրառվում։ Փոքր ուժերին ընտրելու իմաստ կա, որտեղ կասկածով որ կփոշիացնեն, չեն գնալու ընտրենք, լիքը նորմալ ուժեր կան։ Լիքը նորմալ ուժերին փորձեցինք հասկանալ, հենց կփորձենք հասկանալ, հիմա ուզում եմ ոչ թե ամփոփել, բայց ամեն դեպքում Նինա Կարապետյանցին չենք կարող չանդրադառնալ, ինչու հենց նա որպես վարչապետի տեխնացու, միգուցե շատ տեղեր ասել եք, բայց ուզում եմ հասկանամ, սա գաղափարական էլի ընտրություն է, թե էլի շահի վրա հիմնված ընտրություն է, ինչ որ ամեն դեպքում Նինա Կարապետյանցը գիտենք իր բնական փաստաբանական գործունեությամբ այդ լազերական ձեր համար այդ քաղցր լազերական չի կարա ապահովի։ Ասում եմ, այդ լազիկան դեմները սառնելու են մյուս ուժերը։ Նինա Կարապետյանցը Նինա Կարապետյանցը եթե պետք է լազիկա ստեղծող լիներ, իրանք թողեին կուլիսներում, որ հանգիստ ստեղծեր, չշեղվեր։ Երկրորդ, մենք չենք նշանակե նրան։ Տեսեք, մեր բառամթերքը վնասված է, մարդկանց թվում է, տենց ասել են ինքը պետքա լինի։ Ձեր երրորդ համարն ամեն դեպքում առաջադրվել է, ինքը առաջադրվել է, մարդիկ իրեն ընտրել են։ Ես առաջադրվել եմ, մարդիկը մենք ենք, մենք էլ ենք մարդիկ։ Այո, չեմ ասում։ Մենք կարող ենք չընտրել իրեն։ Մենք կարող ենք ուրիշին ընտրել։ Նույն ձևով ընտրել են ես մեր ցուցակի երկրորդ համարն եմ եղել։ Երևի շատ եմ վստահում, որ չեմ վերափոխվի, ընտրել են ինձ։ Կարային շատ ընտրեին, առաջինը լինեի կամ չընտրեին, 17-րդը լինեի։ Ու տենց ենք կառուցել, լրիվ բացի ցույց ենք տվել։ 24 ժամ մեր կամերան միացած է եղել այդ ողջ ընթացքում։ Նույնիսկ եթե չեմ սխալվում, կարանք հետ գնանք նայենք։ Մի հատ թաքուն էպիզոդ չկա, որովհետև բոլորին դեմեմի մեջ, որ ասում եմ, չգիտես ինչ ասես, ասա ճիշտ է։ Լարվելու բան չունենք, էլի, կարանք 37 ժամ հարցաքննեն, դետեկտոր լժի միացնեն։ Ինչ որ մի հատ լազիկա չունենք, որ կարանք կիրառենք կամ գոնե չենք ֆայնում, sense ասեմ մինիմում։ Իմ կարծիքով չկա, էլի։ Բայց էսի դետեկտոր լժին լավ միտք։ Ես համաձայն եմ։ Ինձ թվում է կարելի է բոլոր քաղաքական գործիչների համար անել։ Պետք է մի 15-ից առնենք, կարա վառվի, պայթի, էլի, որտեվ ինքը նախատեսված չի այդ քանակի ստի համար։ Այս շարքերը մի 3-7 ստի համար են, էլի, 34000 սուտ օրը պատկերացնում եք։ Բայց տեսեք իշխան, դուք պայքարում եք համակարգի դեմ, ամեն դեպքում ինքներդ էլ փորձում եք թեկուզ ձեր փոքրամասնությամբ էլի համակարգ ձևավորել։ Ստացվում է, որ առհասարակ դուք ասացիք, որ իշխանությանը կողմ եք, այսինքն դուք դեմ չեք համակարգին, դուք դեմ եք այն մարդկանց, ովքեր այդ համակարգը փչացրել են, ձեր ասած ճահճացրել են, պատացրել են։ Դուք այս համակարգին, այսինքն առհասարակ համակարգին դեմ չեք։ Նորմալ համակարգի մարտավարի ապրենք։ Հա, այս համակարգը ո՞նց է։ Այս համակարգը ո՞նց է, ով հաղթի, մնացածը կրակն են ընկնում։ Նայեք մեր ընդդիմությանը, ինչա կարողացել անի 5 տարում։ Ընդդիմությունը բուտաֆորիկ է լինելու Հայաստանում, ով էլ լինի։ Ես այն մարդկանց ում սրտանց եմ վերաբերվում, կապսոսամ լինեն հանկարծ այս կանոններով խորհրդանում ընդդիմություն։ Իրանք տենալու են ոնց են գեներալին վիրավորված բրդում գցում ու մարսում, իրանց ես իմ անբարոյականի ինչ որ բաներ են ասելու, չեմ էլ ուզում ասեմ ու մարսեն։ Ես չեմ ուզում իմ հարազատ մարդը այդ փաթաթ համակարգում լինի։ Ես գնում եմ դա ճեղքեմ։ Ես էլ ինքս չեմ մնալու տեղ։ Եթե պարտվեցինք, ներս անցանք, բայց ասենք ես իմ ԿՊ-ն հավաքեց 60 կամ մեր ձևով 60։ Դա պարտություն է համար։ Դե մենք չենք կարելի փոխենք։ Թողելու ենք գնենք, որտեղ մոտները բան դեպուտատ աշխատենք, անունը ինչ տնենք։ Սենց ես ավելի լուրջ լծակներ ունեմ, որպես իշխան իմ հասարակական գործունեությամբ ու պարփակված չլնելով ձեր փողերով, որ ոնց որ դուք եք ինձ աշխատավարձ տալի, պարգևավճարներով ավելացած ԿՊ-ի կողմից, քան որ լինեմ դեպուտատ, այդ անվյոնը սենց բռնեմ։ Որ լարվեմ, կարամ ձեր աթոռը սենց բռնեմ, նույն հավեսը կլինի, էլի։ Իշխան, ձեր գրառումն եմ ուզում մեջ բերել ու ամփոփենք երևի, եթե էլ հարցեր չառաջանան, որտեղ շատ հետաքրքիր է իրականում, երբ ասում եք այդ չզոհվելու մասին գրառումը, Նիկոլ, կներես հաջորդ անգամ ավելի ռիսկ կդնեմ ու կզոհվեմ, մանավանդ որ հայրենակիցները մնան տանը, չգնան ընտրության, լուրջ շանսեր կառաջանան քո ստեղծած խաղաղության ժամանակ զոհվելու։ Ու խոստանում եք մյուս անգամ չքաշել, ջանք չխնայել, էլի
Այսպես մեմային է ստացվում, թեպետ կուզեմ մի քիչ ավելի լրջացնենք իրականում այս հարցը, որովհետև էլի սոցցանցերում էլի սկսեցին նրա տղային էլ, կնոջն էլ բերել, բա իրանք էլ են գնացել, բա ինչի չեն զոհվել, բախի չեն զոհվել։ Այդ հարցը բոլորի մոտ կա իրականում ու էլի շոկային է։ Տեսեք, դուք ուրիշ ձևի եք ինչ որ առումով շոկի ենթարկվում, դե գործող վարչապետը մի այլ կարգի էս վերջին մանավանդ իրադարձությունները հաշվի առնելով չեմ ուզում էլ թվարկեմ նրա ոչ մի հայտարարություն, էլի շոկի մեջ է գցում մարդկանց։ Հիմա մենք հակառակ կողմն ենք ցույց տալի։ Ու ես ինչ էլի ասել եմ, այնտեղ ճիշտ եմ ասել։ Իր մնալու օրոք բան չի փոխվելու մեր Հայաստանում, չէ՞, նույն Հայաստանն է մնալու։ Իր Հայաստանում ես ապրել եմ։ Տեսել եմ ինչա կատարվում։ Առաջի զոհը մեր եղել է, որտեվ զրահաբաշխոն չուներ։ Դիրք ենք փորել պատերազմի ժամանակ, երկրորդ գիծ, ինչ ապուշություն ասեք եղել է։ Հիմա էլ է նույնն ելնելու։ Աշխարհում միակ երկիրն ենք, որ զորահանդեսը անում է որպես հաշվետվություն։ Հա, տեսնեք, հələ սպառնալիքի նման է հնչում, հələ կտենա։ Այսօր մեր բանն էլ է, մերն էլ է զորահանդեսը եղել քաղաքական, բայց ուժի ցուցադրություն չի եղել, հաշվետվություն է եղել։ Ընդհանրապես թող չլարվեն մեզնից, բռնություն չսպասեն։ Չծաղրենք ինչ անենք, իսկ իր խոսույթի համար իրոք պետքա գնահատական տրվի։ Ինքը արժե զրկում է ու շարունակում է արժե զրկել բոլոր պատերազմի մասնակիցներին։ Ինքը լղոզել է 22 թվականի դեպքերի 200+ զոհերի էպիզոդը։ Մեկի անունը գիտեք, եթե ձեզ հարազատ չի։ Մի մարդու անուն ասեք, որ 22 թվին զոհվել է։ Դուք էլ թեմայի մեջ խորը մարդ եք։ Կարակ մի մարդու անուն, ես չեմ կարող, ասենց ասեմ։ Եթե մեր մոտիկներից մի քանիսի անունը հանեմ, չեմ կարող։ Բայց ապրիլյանից կարակ չէ ասեք։ Չէ՞։ Ինքը լղոզում է, հիմա էլ է շարունակում։ Ես բնույթով եմ իրան հակա, հասկացեք, ես որ ոնց որ իր թիմից գնամ մոտները աշխատելու, դրանից մեկը հակա եմ մնալու։ Նես չի որ ասում եմ կարող է գնալ։ Այս հատվածը կդնեն ու կդարձնեն շոկ։ Անհնար է, ես տեսակով եմ իրան հակա։ Ես իրան խանգարում եմ։ Ու իրոք որ զոհված լինի, ոտի տակ չի են գնի իր մոտ, էլի, էտա։ Ու էդի մեկը պետք է ասի։ Իսկ այն շարունակությունը լուրջ եմ ասել, եթե իրականությունում ճեղքում չլինի, այդ ռիսկը մենք ունենք։ Լավ կլինի այսօրվա զինվորների ծնողները իրանք է մարզվեն, որ գնան իրանց տղեկին տերը լինեն պատերազմի ժամանակ, որովհետև այդ հոտը գալու է։ Այդ խաղաղությունը նույնքան ազնիվ է, ինչքան 21 թվականի հաջորդի ու շուշվա խոստումը, որտեվ տվել է նույն թիմը։ Հիմա եթե ես չեմ կարալու բացատրեմ մարդկանց ու ԿՊՆ-ի հաղթելու, այդ իմ պատիժը պետք է լինի։ Բայց դրա շարունակությունն է, որ եթե ԿՊՆ պարտվի այնքան որ Սերժին փոխենք Նիկոլը գա էպիզոդ 2 լինի, նույն օրն են գնելու։ Այս կանոնը որ ինձ է տան, այսինքն ես մի ձև ճեղքեմ մեծամասնության վարչապետը լինեմ, պետք է սուրբ լինեմ, որ չօգտվեմ։ Գիտեք ինչքան խանգարող կա, որ արժի հետևից գնալ, որ այս ողջ ընթացքում խանգարել է, թե հայ ազգին, թե անձնապես ինձ։ Այդ սուպեր վարչապետությունը ում տվին, ես իմ կարողա ձեր բալկոնը առաջ տանք հավեսի համար, որտեվ ես ձեզ լավ եմ վերաբերվում շատ։ Էդի վատ բան է, այդ նորմալ չի։ Պետք է հակակշիռներով իշխանությունը լինի երկրում, 4 իշխանություն որ կա, մի հատ չպետք է լինի դա։ Դրա համար կամ պետք է ճեղքեն, կամ էլի հավանականությունը բարձրանա։ Էթա լուծը գալու։ Եթե որ sense չգիտեմ, տենց մի օր հասկանաք, որ դարել եք այն մարդու ում դեմ դուք պայքարում եք, կհասկանաք, եթե չէ, թե sense շատ ռետորական հարց տվեցի։ Ասեն ձեզ, դրան լավ լուծում կա, դրա չդառնալու համար։ Ի սկզբանե պետք է այնպես կառուցել, որ օրինակ պատկերացրեք բոլորին դեմում իմ դերը բարձրանա, ոնց որ իմ շուրջ կառուցվի, ես պետք է դերը պակասացնեմ։ Հենց այդ բային մյուսներին բարձրացնեմ։ Տենց համ ավելի պակաս խոցելի եմ լինում, համ ավելի քիչ ամպոտ։ Այդ մենք մյուս մեր հկներում բանում տենց են կարել։ Ես չկա տենց կառույց, որ մի լիդեր ունի եւ վերջ։ Որտեղ մասնակցում եմ, այնտեղ բազում որոշողներ կան։ Չնայած որ ես իմ որոշ տեղեր շատ ջանք տնեի, իմ անունը մի քիչ ավելի բարձր կհնչի։ Դա վատ է։ Ու դա գործին է վնաս։ Դրա համար սկզբից պետք է դրա դեմ պայքարել, որտեվ ոնց որ թույնավորվեցիր, էլ էլի, այնա տեսնում եք։
Եթե անկեղծ այս զրույցից ինչ հասկացա, պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքականությունը вообще վաղուց ծրագրային մակարդակից արդեն է, որ տեսնեք ինչ կլինի, ժանրի է հասել ու բայց լավ նորությունն էլ է նա, որ դեռ կա քննարկում ու կան այս ոճի մարդիկ ու կան հարցեր, ովքեր փորձում են ու ձեր տիպի մարդիկ քաղաքականությունը չթողնել, էլի շատ լրջի մեջ ոնց որ ասացիք, այդ լուրջ դեմքերով, որ ասում են այն փտած բաներ ու մարդիկ ասում են, հա լավ, երևի կարանք իրանց հետևից գնանք, լուրջ են ասում, որ խաղաղություն է լինելու։ Լուրջ դեմքով են ասում, լուրջ եք ասում, ասում հա որ խաղաղություն է լինելու։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, իշխան, ու հուսով ենք, որ մեր հաղորդումը ձեր համար ջուրձեծոցի չէր։ Հա, ես եմ շնորհակալ ու մարդիկ թող իմանան, որ կյանքը էպիզոդիկ չէ։ Անկախ արդյունքից ամեն մեկը ինքնուրույն ու միավորված այլ խմբերով պետքա շարունակի չհամակերպվել այն տեղի հետ, որը համարում է փտած։ Պետքա շարունակի, եթե այսօր չլուծվա, վաղը լուծվա, այն մյուսը շարունակի էլի, այսինքն չնայեք կյանքը ընտրություններով չի բաժանվելու վերջանակամայը։ Ընտրությունից հետո կյանք կա, չէ՞։ Քանի ողջ ենք, պետք է պայքարենք, որ Հայաստանը ավելի լավը դառնա, մեր երեխեքը ավելի լավ տեղ ապրեն։ Այսօր բոլորին դեմով ենք անում, վաղը կարող է իմինը ձեզ կողմով անենք։ Այդ մարդկանց երկուսակցություններին։ Եթե ասվեց, ուրեմն հաստատ էլի կլինի։ Հա, շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։